Այսօր վիդեոներն էի նայում մի հերոս մարդ ընկած մարդկանց մեջ մոլորվել էր, այնց բաներ էին ասում, չէր լսել։ Հիշեցի կենտրոնի ժողովրդին ոնց էին ծեծելով տնից հանում հերոսները։ Այդ հերոսները եթե իր ազգի համար պայքարում է, հերոս է դառնում, այդ մարդկանց վրա կրակելն ու ծեծելը որն է։ Հիշեցի հարկայինի մի հատ հիմնարկ էր ուզում փակեր, չէին թողում, էլ տուգանքներ, էլ մի գլուխ փող, անընդհատ մի պրոբլեմ լինում էր։ Հետո այդ մի իշխանությունը գնաց, մի ուրիշ բարրադ իշխանություն եկավ, որ քաղաքը լցված էր հանցագործներով, այդ իշխանության ժամանակ էլ իմ տունը խլեցին, իմ բիզնեսը խլեցին, որ 16 տարի հարկ էի մուծում։ Հերիք չի այդ հարուստների փողը, չեմ հասկանում, որ ընկած ժողովրդի սեփականությունը, պապենական սեփականությունս ձեռիցս խլեցին։ Դա իմ պապուս կտակն էր։ 3 սերունդ ապրել եմ այդ տունը պահել եմ, տականքներ ձեր համար, հա, հարկ եմ ուծել, որ դուք գայք փողը տայք դատավորին, քանց թե տա բնակիչին, ու եղածը խլեք։ Ման եմ գալու ու հիշում եմ ու մեջս շատ եմ ներվայնությունից ուզեցա վակի խոսայի։ Հայ պես ես չգիտեմ, չեմ ուզում բոլորին ասեմ, բայց այդ տականկությունը ես ազգի մեջ թուրքի մասին են խոսում, ներքին թուրքը ամենավտանգավորն է, առաջինը այդ հարցն է պետք լուծել, հետո նոր, դե չէ, այդ սահմանը ում համար եք սարքելու։